Ողջույն բոլորին! Այսօր հայկական խոհանոցում պատրաստում ենք ազգային ճաշացանկից մի շատ համեղ ապուր։ Պատրաստում ենք ավելուկով ապուր ավանդական տարբերակով։ Ավելուկով ապուր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Իմ ալիքում կգտնեք նաև ավելուկով ապուրի մեկ այլ բաղադրատոմս։ Պատրաստել եմ ավելուկով ապուր, ինչպես ընդունված է պատրաստել Տավուշի մարզում։ Այդ բաղադրատոմսում այլուրը շաղախում ենք ջրով և այդ խմորուկները անմիջապես ավելացնում ենք եռացող ապուրի մեջ, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Հայկական խոհանոց ալիքում կպատրաստենք նաև ավելուկով ապուր, ինչպես պատրաստում են Լոռու մարզում։ Դրանք ոչ թե տարբեր բաղադրատոմսեր են, այլ նույն ուտեստի պատրաստման տարբեր եղանակներ։ Ինչպես գիտենք, նույն ուտեստը տարբեր մարզերում տարբեր կերպ են պատրաստում։ Ապուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 300 գրամ չորացրած ավելուկ։ Ավելուկը մանր կտրատում ենք և քանդում ենք հյուսքերը։ Մանրակրկիտ զննում ենք, որպեսզի ավելորդ չոր հատվածները հեռացնենք։ Ավելուկով ապուրը շատ լայն տարածում ունի, այն հարուստ է վիտամիններով և սպիտակուցներով։ Ավելուկի վրա ավելացնում ենք եռման ջուր և ավելուկը մի լավ լվանում ենք։ Այս գործողությունը կրկնում ենք 2-ից 3 անգամ։ Ավելուկը մի լավ լվանալուց հետո մանր կտրատում ենք 300 գրամ կարտոֆիլ։ Հարգելիներս, եթե հետևում եք հայկական խոհանոց ալիքին և մինչև այժմ չեք բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակի կոճակը։ Դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի է։ Այսօր ավելուկով ապուր պատրաստում ենք լոբով, ջարդած ծավալով և ոսպով։ Այս նույն ապուրը կարող եք պատրաստել լոբու փոխարեն վերցնելով սիսեռ։ Սիսեռով ևս շատ համեղ ապուր է ստացվում։ Հատիկավորները ես մի լավ լվացել եմ, իսկ լոբին թրջել եմ 1 օր առաջ։ Ապուրի մեջ օգտագործվող հատիկավորներից լոբին ամենաուշն է եփում։ Այդ պատճառով լոբին 1 օր առաջ պետք է թրջել։ Վերցնում ենք մեծ կաթսա և մեջը լցնում ենք 150 գրամ թրջած լոբի, 150 գրամ ջարդած ծավալ, 150 գրամ ոսպ, մանրացրած կարտոֆիլը և լվացած ավելուկը։ Կաթսայի մեջ լցնում ենք 3,5 լիտր ջուր և կաթսան դնում ենք գազօջախի վրա։ Մեր այս բոլոր բաղադրիչները եփված կլինեն 35 րոպե անց։ Մինչ ապուրը եփում է, մարանցնում ենք 2 գլուխ սոխ և պատրաստում ենք սոխառաց։ Երեսուն րոպե անց մեր ապուրը ահա նման տեսք ունի։ Այն գրեթե պատրաստ է։ Համեմում ենք աղով և շարունակում ենք եփել։ Այդ ընթացքում կպատրաստենք սոխառածը։ Իմ խոհանոցում շատ անուշ բույր է տարածվել։ Այս ապուրը շատ տեղին է ձմռան ամիսներին, այնպես որ դուք էլ պատրաստեք և ճաշակեք։ Թավայի մեջ լցնում ենք 50 մգ արևածաղկի ձեթ և 1 ճաշի գդալ բուսական յուղ և տապակում ենք սոխը։ Քանի որ այս ապուրի մեջ չկա ոչ մի կենդանական ծագում ունեցող բաղադրիչ, այն համարվում է նաև պահքի ուտեստ։ Տնական յուղի և կարագի փոխարեն օգտագործելով բուսական յուղ ստացվում է իսկապես պահքի ուտեստ, որը շատ սննդարար է։ Երբ սոխը դառնում է թափանցիկ, թավայի մեջ ավելացնում ենք 1 թեյի գդալ չորացրած ուրձ։ Այն յուրահատուկ համ կհաղորդի մեր ապուրին։ Խորհուրդ է տրվում չորացրած կանաչիները և համեմունքները անմիջապես ավելացնել եռացող յուղի մեջ, այդպես դրանց բույրը ավելի լավ է բացվում։
Ավելացնում ենք նաև 2 թեյի գթալ աղացած կարմիր պղպեղ և 1 թեյի գթալ ալյուր։ Ալյուրը մեր ապուրը էլ ավելի կթանձրացնի։ Ալյուրը ավելացնելուց հետո բոլոր բաղադրիչները տապակում ենք ևս 1 րոպե և մեր սոխարածը արդեն պատրաստ է։ Բոլոր հատիկավորները արդեն եփված են։ Ավելացնում ենք նաև սոխարածը, մի լավ խառնում ենք։ Վերջում ավելացնում ենք 100 գրամ մարացրած ընկույզ և մեր առողջարար վիտամիններով հարուստ ապուրը արդեն պատրաստ է։ Մնում է միայն մատուցել։ Ավելուկով ապուրը մատուցում ենք սխտորով։ Մեր շատ համեղ ավանդական ավելուկով ապուրը արդեն պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք այս եղանակով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։